Ես հարց ունեի Սուրեն Գրիգորյանին անցած նիստի հետ կապված, ուրեմն անցած նիստում հարց եմ բարձրացրել, Սուրեն Գրիգորյանը ասաց, որ այս նիստում մանրամասը կուսումնասիրենք եւ այս նիստում դրա մասին կխոսենք, խոսքը վերաբերվում էր ավտոբուսի վարորդին, ով Արցախցուն իջեցրել էր ավտոբուսից իր արցախցի լինելու համար։ Հիմա Սուրեն Գրիգորյանը ասաց դրա մասին այս նիստում կխոսենք, բայց փաստորեն չստացվեց, առիթ չեղավ դրա մասին խոսելու, բայց ամեն դեպքում կսպասեմ պարոն Գրիգորյան, այս հարցի պատասխանին հանրային ձևով սրա մասին խոսեք, հարցազրույցներում կլինի, ոնց կլինի, սրա մասին խոսեք, քանի որ ասել եք, որ սա պետք է բարձրաձայնեք։ Եվ խոսքս նորից անդրադառնալով այս մի քանի ելույթի, որ մի նոր եղավ, ինձանից առաջ եղավ, ուզում եմ Լևոն Լևոնյանի խոսքին անդրադառնամ, ով ասում էր, ուրեմն արցախցիներին օգնելը, արցախցիներին ձեռաբռնել, ուրեմն պարոն Լևոնյան, նորից ասեմ, կրկնվեմ, քիչ առաջ էլ ասել եմ, արցախցիների բերը հասցրել եք Երևան, բերը հասցրել եք ստեղ ու հիմա ասում եք օգնում եք իրանց, հայերեն, ռուսերեն մի հատ խոսք ասում, այդ ադալժենի եք անում, հիմա այս մարդկանց տնավեր եք արել, տնից կտրել եք, ձեր իշխանության ժամանակ ա եղել այս ամեն ինչը, չէ՞ քերքի դա, բերը հասցրել եք սա իմ ասում եք օգնում եք իրանց։ Ձեր իշխանության ժամանակ ա եղել, խոսում եք գույքերից ինչ որ գույք պարտքի դիմացի չգիտեմ, մեր հետ եք կապում, ինչ եք անում։ Թշնամին ա ասել, որ մենակ 5 միլիարդի զենք ա տարել, 5 միլիարդի 40,000 բնակ ֆոնդ ա տարել, դուք եկել եք խոսում եք ինչ որ գույքերից, ինչ որ վերադարձնելուց, 40,000 գույք եք նվեր տվել այդ թուրքերին, այդ թշնամուն։ Հարովներով եկեղեցի եք թողել թշնամուն, հազարներով խաչքարեր եք թողել թշնամուն։ Պես որ եկեք ասում եք եկեղեցուց եք խոսում, մեզ կապում եք, այո, մենք եկեղեցու կողքին ենք, մենք աջակցում ենք առաքելական Սուրբ եկեղեցուն, մենք աջակցում ենք ու սատարում ենք ու կողքն ենք լինելու։ Եվ նաև աջակցում ենք Սամվել Կարապետյանին, սատարում ենք ու էլ իր կողքն ենք լինելու։ Այսքանը։